Եթե դու ձմեռ պապ լինեիր, ինչ կնվիրեիր երեխաներին։ Ես ձմեռ պապիկ չէ, կմեծանամ կդառնամ շիրարար։ Վախենում եմ սանձակից թռնեմ։ Եթե ես ձմեռ պապ լինեի, ես կբերեի խաղաղություն, բարություն, որ մի ժպտան ու ուրախանան։ Որ բարիկները առողջ լինեն, որ իրանց մայրիկները մի ժպտան եւ հայրիկները։ Խաղաղություն, ժպիտ, սեր ու ժպիտ։ Կնվիրեի տիկնիկ։ Բարի խաղալիքներ։ Եթե իրանց խելոք պահեն, ինչ գրեն նամակների մեջ, իրանց ուզածով է կբերեմ։ Ձմեռ պապն ինչու մեքենա չունի եւ եղնիկներով է տեղաշարժվում։ Չի կարող մեքենա չգիտի քշել։ Ոտը չի սովորել մեքենա քշել։ Նա մեքենա չունի։ Բանջանում մեքենա չկա։ Որովհետև ինքը ղեկ չունի։ Որովհետև ձմեռ պապիկը սառնակ ունի։ Իրանց եղջեր ունի, այդ թռնում են, որ բալիկներին նվերներ բերեն։ Դա համար մեքենա ձմեռ պապիկին պետք չի։ Քանի որ ջուրտասիրում ժամը սառնակով է տեղը շարժվում։ Ժամեր մեքենաները դժվար կգնան։ Մեքենան չի կարող վերև թռչի։ Բարձր սառնակով պետք է գնա, որ չտեսնեն բալիկները իրան։ Վերևով է գնում, որ բալիկները ճիշտ տեսնի եւ ճիշտ իրանց նվերները բաժանի։ Ամանորին ինչու են եղևնի զարդարում։ Որովհետև տուփճարը հենց կանաչ է, որ գեղեցիկ լինի։ Եղևնին ձմրանն էլ է կանաչ, որտեղ ծառը սիրուն է։ Ձմեռ պապիկը պետք է դնի նվերներ տոնածառի տակ։ Ձմեռ պապիկը այս եղևնու մոտ է գալի ու նվերները բաժանում, որտեղ եղևնի բարի է։ Ձմեռ պապն ինչպես է իմանում երեխան իրեն խելոք է պահել այդ տարի, թե ոչ։ Նամակի մեջ գժում են եւ նամակը ուղարկում են ձմեռ պապիկին, որ տեսնի ինչքան խելոք են պահել։ Կամերաներով նայում են ներֆիկները, դնում են ասում են ձմեռ պապիկին։ Կլոր սենց կամերա տեսնում է, որտեղ ինքը վերևից տեսնում է։ Կամերայով է տեսնում։ Իմ պապան ձմեռ պապիկին գրել է, զանգել ենք ձմեռ պապիկին, ասել է, ով խելոք չմնաք, ես ձեր համար նվեր չեմ բերելու։ Ձմեռ պապիկը միշտ մեզ հետևում է ու տեսնում է։ Կամերայով նայում է երեխաներին ու տեսնում է, ով է խելոք, ով խելոք չի։ Ձմեռ պապիկը իմանում է, որ խելոք է պահել իրանց համար, պեչենիներ է սարքում, իսկ մենք պեչենիները զարդարում ենք։ Ձմեռ պապիկները նվերները բերում է խելոքներին ու չեն բերում ձմեռ պապիկը, որ իրար խփում են բալիկները։ Ձմեռ պապիկն ինչպես է հասցնում այդքան նվեր պատրաստել եւ բաժանել։ Որտեղ ձմեռ պապիկը արագ է շարժվում։ Էֆիկներն են պատրաստում նվերները, մի հատ մեծ բան մեջ են դնում ու տանում են դնում են սախնակի մեջ։ Իրոք նկաններն են պատրաստում, ինքնից պարկի մեջ է դնում, ձմեռ պապիկը տանում է ու բաժանում է։ Ձմեռ պապիկը տանում է տոնածառի տակ, որ մարդիկ արթնանան, տեսնեն ու շատ ուրախանան։ Որովհետև երկար է տևում գիշերը, որովհետև երեխաները քնած են, դրա համար հասցնում է։ Ինքը սուպեր ուժ ունի, դա համար հասցնում է։ Ինքը ուժ չունի, ինքը այսքան մեծ փոր ունի ու բեղեր ունի սպիտակ ու այս գլխարկից է դնում։ Այսքան հասցնում է, որտեղ իր եղնիկները արագ են թռնում։ Բայց չգիտես ով է ձմեռ պապիկի նվերները գողանում։ Այ ականջից ասեմ։ Ամանորը ինչու ենք մի քանի օր նշում։ Որովհետև նոր տարի է։
Հրամանորը մի քանի օր եմ նշում, շատ ուրախ են լինում երեխաները, որովհետև հյուրերը զբաղված են լինում, որ հասցնենք բոլոր ուտելիքները ուտենք, որ հասցնենք զարդարենք տոնածառը, որտեղ լիքը բալիկներ կան։ Ձմեռ պապիկը բոլորի մոտ պետքա գնա։ շատ գործեր ունենք անելու, որ հասցնենք, որովհետև ձմեռպապիկը էլ չի կարող նվեր բերի։ Ամանորի սեղանի ամենակարևոր ուտեստը ո՞րն է։ Ձմեռային ուտելիքներ, բոլորից շատ եմ սիրում, տորմը, Որտեղ բլինչիկի մեջ օգտակար բան չկա։ լավաշը, պեչենիները, Նոր տարվա լաբլինքներն են։ ծուկ, Ձմեռպապիկի տորտ է այսքան մեծ։ կոնֆետները, տորթը, Ամանորն ինչու եք ձմռանը նշում։ որովհետև ձյուն է գալիս, տոնածառն է դնում, զարդարում են, տոն է նշում, զանգակները զնգում են, որովհետև ամառը ձյուն չի գալիս։ Որտեղ ամռանը եթե ձմեռպապիկը կա, ուղղակի կհալվի։ Ձմեռպապիկի շորերը շատ տաք են, ամռանը կշոքի։ Որտեղ ձմեռը ամենահետաքրքիր եղանակն է։ Ինչու են նոր տարում կենացներ խմում։ Կենացներ։ Չեմ հասկանում, այդ ինչ է։ Տոնորերին միշտ բոլորը կենացներ են խմում։ Կենացով խփում են բաժակներով։ Մաղթակներ են ասում, որովհետև նոր տարին եկել է, որ միշտ ուրախ լինեին, ժվարթ լինեին ու միշտ լավ օրեր անցկացնեին։ Բաժակներով իրար են կպցնում, որ իմանան, որ իրար շնորհավորում են։ Որովհետև հավես են նշում ու բաժակները իրար են խփում։ Շնորհավոր ամանոր Սուրբ Ծնունդ։ Աղթում են, որ միշտ երջանիկ լինեն, առողջ լինեն, միշտ Սուրբ Ծնունդ լինի, լավ լինի։